Սպանություն, կրակոցներ, դանակահարություն, բռնություն։ Հայաստանի համար սրանք այլևս արտակարգ ու արտառոտ դեպքեր չեն, ամենօրյա լրահոսի անբաժան մաս են դարձել։ Աջափնյակում կրակոցներից 45-ամյա տղամարդ է սպանվել։ Սևանում դանակահարությունից 20 տարեկան պայմանագրային զինծառայող է սպանվել։ Զովունիում կրակոցից 31-ամյա տղամարդ է սպանվել։ Գյումրիում դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդի։ Սրանք վերջին մեկ շաբաթում միայն աղմուկ հանած սպանություններն ու դեպքերն են։ Հանրությունը ցնցվում է, քննարկում մի քանի օր, երբեմն նույնիսկ մի քանի ժամ, մինչև հաջորդ ցնցող լուրը։ Ես չէի ասի, որ մեր ոստիկանները կոմպետենտ չեն։ Դա սուտ կլինի։ Տղաները կոմպետենտ են, օրինակ, ուղղակի իրանց ներգրավել են process-ները, որոնք իրենք այսպես ուղիղ իրանց պարտականությունների մեջ չեն։ Հրաման տվողներն են մեղավորները։ Ես չի ասի, որ օրինակ օպերատիվնիկները մեղավոր են։ Օպերատիվնիկներին կոնկրետ հանձնարարել են նստել զբաղվել, ես ինչ անդիմադիր հայացք ունեցող մարդկանց գրառումներով կամ տեղաշարժով կամ իրենց գաղտնալսելով։ Ներքին գործերի նախարարության տվյալներով Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է։ 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 3.2%-ով։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով հրազենի կիրառմամբ հանցագործությունները վերջին 3 տարում աճել են շուրջ 127%-ով։ 2022-ին գրանցվել է 67 դեպք, 23-ին 94, 24-ին 109, իսկ 2025-ին 152 դեպք։ Շատ կարևոր է հանցագործությունների կանխարգելումը շատ ավելի հեշտ է, որովհետև մեր իրավապահ մարմինները շատ դեպքերում կարողացել են կանխարգելել եւ մենք դրանց մասին չենք իմացել, որովհետև կանխարգելվել են այդ հանցագործությունները։ Հնարավոր չի պատկերացնել, որ 30-40 հոգի ավտոմատներով զինված որոշում են կայացնում գնալ ինչ-որ միտեղ մի գործողություն անելու ու այդ քանի մեջից օպերատիվ տեղեկություն չի կարողանում ոստիկանությունը ստանալ։ Հնարավոր չի։ Հասարակության ներսում կուտակված լարվածությունը, ատելության խոսքը եւ վերջին տարիներին ամենաբարձր մակարդակով սերմանվող պառակտումը չեն կարող չարտահայտվել իրական կյանքում, նշում է իրավապաշտպանը։ Երբ անհանդուրժողականությունը դառնում է նորմա, հետևանքները հաճախ լինում են ողբերգական։ Եթե առաջի դեմքերից սկսած միջև նախարարներ, միջև ոլորտի պատասխանատուներ չեն զգում իրենց պատասխանատվությունը ոլորտի նորմալ կամ հանրության, հասարակության, պետության ներքին, արտաքին, բոլոր տեսակի անվտանգությունների տեսակից պատասխանատու չեն զգում իրենց, այլ կատարում են ընդամենը մի հոգու կապրիզները, մենք այս վիճակում ենք լինելու։ Եթե մենք ունենայինք իսկապես անկախ սահմանադրական մարմին գլխավոր դատախազ, իսկապես անկախ որոշումներ կայացնող, չգիտեմ, տարբեր ոլորտի մասնագետներ, մենք շատ վաղուց կկարողանայինք կանխել այս իրավիճակը։ Սա համակարգային ճգնաժամ է, նշում է Նինա Կարապետյանցը, ու թեև Սևանում պայմանագրային զինծառայողի սպանության դեպքը բանակի հետ կապ չուներ, սակայն իրավապաշտպանի խոսքով նույն անհանգստացնող միտումը նկատելի է նաև բանակում։ Սա շատ մեծ խնդիր է, որովհետև նման դեպքերը ցավալիորեն ողբերգություն են ոչ միայն մեկ ընտանիքի համար, մի ամբողջ համայնքի համար, մարդկանց ովքեր ճանաչում են այդ երիտասարդին մահացած, դա նաև ձևավորում է անվստահություն պետության նկատմամբ, պետական մարմինների նկատմամբ, դա կասկած է առաջացնում մարդկանց մոտ, արդյոք մենք ի վիճակի ենք ունենալ պետություն, ունենալ ինստիտուտներ, որտեղ մարդը պաշտպանված կլինի։ Եվ ես մեծ վտանգ եմ տեսնում այս իմաստով։ Ներքին անվտանգությունը անմիջականորեն կապված է արտաքինի հետ։ Նինա Կարապետյանցի խոսքով, երբ հասարակության ներսում վստահությունը խարխլվում է, պետության կայունությունն էլ է վտանգվում։ Ըստ նրա, վիճակը հնարավոր է շտկել միայն համակարգային ու արմատական փոփոխություններով։